Պահպանող կարտան կարգես, բացեք ինձ դուրս անտարության, զիմետասնտայն և խոստովան եղես դյարն, Փանիկի Աստվածամայր եկեղեցու ժողովրդապետը նորագարույց Սրբոս նահատակած մատուրի օրհնության կարգն է կատարում։ Նախ դռնբաց է գիծակարգով օրհնվում է մատուրի շեմն ու դուռը, որից հետո արդեն վարդապետն ու եկեղեցու սպասավորները մատուրի ներսում կատարում են անդաստանի կարգ։ Օրհնվում է երկրի 4 կողմերը։ Այս մատուրը պիտի սպասարկե, որպեսզի մենք այստեղ կանք և հոգեանկստյան պաշտոնները կատարենք այստեղ ասմադրան մեջ։ Փանիկի գերեզմանատան հարևանությամբ մատուր կառուցելու գաղափարը համագյուղացիներ Սոս և Արամ Բոյաջյաններինն է։ Ռուսաստանաբնակ բարերարները մայիսյան տոների արդիվ որոշել են իրենց գյուղին նվեր մատուցել և հայրենական պատերազմի և Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված փանիկցիների հիշատակին մատուր են կառուցել։ 20 տարիով ռուսական դաշտությունում ենք աշխատում, բայց չմոռանալով մեր գյուղը հետընկերկե վերադարձել ինչ-որ բարեգործական միտումնավոր ստացվելով, որ պիտի անպայման մի դենց կառույց են գյուղի մեջ։ Որոշեցինք մեր ընտանիքով, մեր մոր մեծությամբ կառուցել այդ Սուրբ Նատակոց եկեղեցի։ Գերեզմանոցում կար, որ մարդիկ մտեն մոտ վարեն հիշեն իրենց անկության։ Բարերարները իրենց նախաձեռնությամբ ու հովանավորությամբ կառուցված մատուրի բակում կյանքի խորհրդանիշ ծառեր տնկեցին, որոնք դեռ երկար տարիներ գյուղացիներին կպատմեն իրենց կատարած բարի գործի մասին։ Հետո միասին այցելեցին Արցախյան ազատամարտում զոհված փանիկցիների պանթեոն։ Ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին։ Շատ եմ հպարտանում իմ տղաներով, Արամ և Սոս Բոյաջյաններին։ Ես էլ եմ շնորհակալություն հայտնում իմ կողմից իմ տղաներին, որ նախաձեռնեցին այս Սուրբ Նահատակոց մատուրը։ Նմանօրինակ գործերը պետք է փառաբանվեն։ Մարդը ինքը իր նախաձեռնությամբ կատարել է սուրբ գործ, Աստծո օջախ է կառուցել, Աստված էլ թող պահապան լինի իրեն։ Աստծո պարկը և շնորհակալություն պետք է հայտնենք, որ մեզ այս մեր շնորհքը նվիրեց։ Վստահ այս մատուրը հովանավորությամբ տեղի կառուցվեցավ հովանավորությամբ Սոս և Արամ Բոյաջյանների, որ իրենց մեր շատ երախտակետ ենք և պիտի աղոթենք իրենց համար, որ Աստված իրենք բացատրե, հայրենապատիկը բացատրե, Ալլահ այստեղ այս երկրի վրա և Ալլահ երկնքի մեջ։ Գյուղամիջում արդեն տոնախմբություն էր, փանիկցի դպրոցականների երգն ու պարներ գյուղի կենտրոնում։ Մատուրի կառուցման գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր անձինք արժանացան բարերարների նվերներին ու պատվոգրերին։ Սոս Պետրոսի Բոյաջյանի կողմից պարգևատրվում է Հովսեփյան Անդրանիկը։ Իմ քորի շնորհակալություն եմ հայտնում տղաներին, ովքեր մասնակցություն են ունեցել մատուրի կառուցմանը։ Ուրեմն Արտուշ Կարապետյան, Արտուշ և Գագիկ Կարապետյանները, Դավիթ Ասանյանը, Արմեն Փուշկյանը, Արտյոմ Փուշկյանը, Չնդոյան Սիմավոնը, Սարադյան Սերոժան, տղաները, գյուղի ջահերները երբ գնում էին արդիկից քայլ բերելու սիրով մասնակցում են ու աշխատանքներին։ Նվերներից անմասն չմնացին նաև գյուղի ազատամարտիկներն ու հերոս ծնած մայրերը, Բոյաջյան եղբայրներն էլ իրենց երկին գնահատականի արժանացան։ Կատարած բարի գործի համար Սոս և Արամ Բոյաջյանները արժանացան պաշտպանության նախարարության պատվոգրի։ Պարգևատրվում է Արամ Պետրոսյանի Բոյաջյանը, Փանիկի գյուղի Սրբոց նահատակյաց մատուրի շինարարության աշխատանքները հովանավորելու համար, փոխնախարար Ավետիսյան։ Բարերարների հրավերով գյուղացիներին ողջունելու են եկել նաև երկիշներ Դավիթ Ամանյանը, Արսեն Գրիգորյանն ու Լեյլա Սարիբեկյանը։ Նրանք իրենց ազգային երկերով համախմբեցին փանիկցիներին ու հրավիրեցին միասնական շուրջպարի։